Անցնենք միջազգային լրահոսի թեմաներին ու սկսենք Իրան-Միացյալ Նահանգներ հակամարտությունից, որի շուրջ այս պահին հակասական տեղեկություններ են շրջանառվում։ Մասնավորապես այն մասին, թե արդյոք բանակցում են Վաշինգտոնն ու Թեհրանը, հակառակ պնդումներն են անում երկու կողմից։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե երեքշաբթի Իրանի հետ լավ քննարկումներ են տեղի ունեցել, չնայած ըստ նրա իրանական կողմը չի ուզում ընդունել դա։ Շատ լավ քննարկումներ են ունենում, նրանք չեն ուզում դա ընդունել, բայց այո, դա մի փոքր անհանգստացնող է։ Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահը։ Երկուշաբթի Իրանի արտգործնախարարության խոսնակն էր հայտարարել, որ Թեհրանը այս պահին չի բանակցում Վաշինգտոնի հետ։ Այս օրերին ոչ նախատեսվում է ընդունել ամերիկյան պատվիրակություն, ոչ էլ իրանական պատվիրակություն ուղարկել Միացյալ Նահանգներ, ասել էր Բաղային, չնայած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին էր խոսել։ Հայլուրի վերլուծաբան, իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ կփորձենք հասկանալ ինչ է կատարվում Իրան-ԱՄՆ բանակցություններում, եթե այդպիսի քննարկումներ իսկապես կան։ Բարի երեկո, Սաթենիկ։ Բարի երեկո, Լիլիթ։ Սաթենիկ, ինչ է կատարվում Իրան-ԱՄՆ բանակցություններում, կան արդյոք իսկապես այդ բանակցությունները, թե ոչ ինչու են այսքան հակասական տեղեկություններն այդ մասին։ Բանակցություններն իրականում այս պահին անհասկանալի վիճակում են, ինչպես դու նշեցիր, հակասական պնդումներ կան բանակցությունների վերաբերյալ, եւ մենք չգիտենք արդյոք կան գաղտնի բանակցություններ, թե ոչ։ Համենայն դեպս կան պնդումներ, որ որքան ուշանում է համաձայնագրի կնքումը, այնքան բարդանում է իրավիճակը նաեւ Միացյալ Նահանգների համար, եւ Իրանը կարող է նոր պայմաններ առաջ քաշել։ Սաթենիկ, հակամարտության ամբողջ ընթացքում խոսվում է Իրանի պրոքսի ուժերի մասին, արդյոք այդ ուժերն են նպաստում, որ ընդլայնվեն ռազմական գործողությունները։ Այսօր համաշխարհային հեղինակություն վայելող Foreign Affairs ամսագիրն է հոդված հրապարակել, որում անդրադարձ կա Իրանի եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների զարմանալի տոկունության մասին։ Փաստորեն Միացյալ Նահանգների եւ Իրանի դեմ գործողությունների պլանավորման տարիներ տևած ուսումնասիրություններն այդքան էլ արդյունավետ չէին։ Իդեպ այդ նույն հոդվածում անդրադառնում են Մերձավոր Արևելքում մի քանի ճակատներում ռազմական գործողություններին՝ Իսրայել, Հեզբոլլահ, Հութիներ, Սաուդյան Արաբիա, Իրան, ԱՄՆ, որի մասին մենք դեռ օրեր առաջ խոսում էինք։ Իդեպ նրանք այս շարքին են ավելացրել նաև ծոցի երկրների գազային եւ նավթային ենթակառուցվածքների վրա Իրանի կողմից աջակցվող իրաքյան ուժերի հարձակումները։ Սա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների Իրանին տապալելու հաշվարկները թերի են եղել։ Հատկապես որ գործողություններն են թերի եղել եւ անարդյունավետ կմանրամասնես։ Եթե հիմա դիտարկենք Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողությունների ընդհանուր շրջանակը, ապա կտեսնենք, որ կանխատեսված է եղել, որ զենքի վաճառքի եւ տնտեսական պատժամիջոցների արդյունքում կթուլանար Իրանի տնտեսությունը, ապա թիրախավորելով ղեկավարությանը, սպառազինության օբյեկտներին, մատակարարման կենտրոնական ուղիներին, էներգետիկ եւ տնտեսական ենթակառուցվածքներին հնարավոր կլինել հասնել Իրանի պարտությանը։ Եվ արդեն ակնհայտ է, որ այս հաշվարկները թերի են եղել, նույնիսկ Իսրայելի կողմից Իրանի աջակցությունը ունեցող ուժերին հարվածելը չփրկեց իրավիճակը։ Իդեպ 2018 թվականի Իսրայելի նախկին վարչապետ Նավթալի Բենեթը Իրանի եւ պրոքսիների ռազմավարությունը անվանել է ութոտնուկի դոկտրին եւ առաջարկել ոչ թե սկսել ութոտնուկի ոտքերը թիրախավորելուց, այլ հենց գլուխը։ Այսինքն ոչ թե պայքարել օրինակ Լիբանանում Հեզբոլլահի կամ Գազայում Համասի, Սիրիայում գործող ուժերի դեմ, օրինակ, այլ հենց Իրանի եւ ինքնըստինքյան պրոքսի ուժերը կանհետանան ռազմական արենայից։ Սաթենիկ, իսկ պաշտոնական մակարդակում ինչպես է Իրանը ներկայացնում այս պրոքսիների դերը։ Եթե հիշում ես, հենց Հեզբոլլահի վերաբերյալ ինչքան պաշտոնական հայտարարություններ են եղել, որ այն իր ուրույն տեղն ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ։ Այսօր էլ իդեպ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Համասի քաղաքական բյուրոյի նախագահի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Պաղեստինը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Շնորհակալ եմ Սաթենիկ, սիրելի հեռուստադիտողներ, մենք զրուցում էինք Հայլուրի վերլուծաբան, իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։